Okay. We're in the series on the cross. This is entitled Living the Life of Another. Խաչի թեման է Իսրայելի վերնագիրը ապրել ուրիշի կյանքով։ We talked about Christ being our life Խոսեցինք, որ source. Քրիստոսը մեր կյանքի աղբյուրն է, We're that branch on the vine, everything that is in the vine coming to the. որ այն ինչ The որ branch. որդի մեջ կա, դա գալիս է դեպի ճյուղերը։ We'll look at another aspect of that in this lesson. Հետո հիմա կնայենք այլ տեսանկյունից այս դասը։ We're going to go to Ephesians chapter Եփե- 2. Եփեսացիներ 2-րդ գլխի առաջին խոսք only one, chapter 2:1. Let's read 1 and 2, and then verse 6, then verse 10. 1 2 6 10 Եփեսացիների 1-ից Եփեսացիների 2-րդ գլխից 1-ից 2-ը 6-ը ու 10-ը Եվ նա ձեզ կենթանացրեց, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի մեջ։ Դրանց մեջ մի ժամանակ հայլում էիք այս աշխարհի ընթացքով ըստ օդի իշխանության իշխանի այն ոգու, որ հիմա նոր գործում է անազանտության որդիների մեջ։ Հիմա 6-ը եւ նրա հետ մեզ հարուցեց եւ նրա հետ նստեցրեց երկնային տեղերում Քրիստոս Հիսուսի մեջ եւ 10-ը որովհետեւ մենք նրա ձեռքի գործն ենք Քրիստոս Հիսուսով բարի գործերի համար ստեղծված, որոնց Աստված նախապես պատրաստեց, որ նրանց մեջ քայլենք։ Amen. We give to you that image of the vine and the branch, Մենք դες տվեցինք այդ որդի եւ ճյուղի պատկերը, ցույց տվեցինք։ and we see, we believe that this is God's intention from the beginning. Ու havատում ենք, որ ի սկզբանե Աստվածից մտադրությունն ա ունեցել։ That God wanted to share His Ու life Աստված with us. ուզում է իր կյանքով կիսվել։ I believe if you look in that garden, there was a tree of life in the center of it. Ու մենք տեսնում ենք պարտեզում, որ կենտրոնում կյանքի եւ մահի ծառն էր։ And God's hope is that Adam would see the value of that tree Որ Ադամը պետք է տեսներ այդ արժեքը ծառի, and that he would partake of the tree of life. ու պետք է պաշտպաներ այդ կենաց ծառը։ That he would see God as He truly is Եվ պետք է ասում, որպես իր ճշմարիտ էություն տեսներ։ and would fill this earth with the Եվ knowledge լցներ of God. այս երկիրը։ I believe that was God's plan. Հավատում եմ, որ սա Աստծո ծրագիրն էր, And Adam failed in this, բայց Ադամը այս խնդրում, այս հարցում ձախողվեց։ but God never stopped having that desire. Okay? Never God stopped. never stopped having Աստված that բայց desire. երբեք չի դադարել ունենալ այդ He didn't փափագը։ change His plans. Նա իր ծրագիրը չի փոխել։ His desire is to share His life with Նրա us. ցանկությունն ու փափագն է, որ իր կյանքը կիսի մեզ հետ։ Okay? So we find that Jesus comes, Մենք պետք է տեսնենք այն ինչ որ Հիսուսն է ուզում։ declares to us that we can share in that life. Ու պետք է կիսվենք այդ ամենը նրա կյանքով։ That God returns us to that original Ու plan. Աստված մեզ հիմա վերադարձում է իր սկզբնական ծրագրերին։ That's what redemption is. Ահա թե ինչ է փրկագնուն We're իրականում։ set free and Մենք we ազատ can ենք արձակվում return to God's purpose in our life. ու գնում ենք դեպի Աստծո նպատակին մեր կյանքի համար։ Most of the time, Մեծամասամբ we fail to realize that truth. երբեմն ձախողվում ենք այդ ճշմարտությունը հասկանալու մեջ։ That God uses the cross and Որ the Աստված resurrection գործածում է խաչը եւ հարությունը, as a means to impart life to us. որպես միջոց մեր կյանքի համար։ In the cross, we're being cut free of that Adam resource. Եւ խաչը կտրում է Ադամի աղբյուրը մեր մեջ։ And now we're giving a new resource in Ու հիմա Christ. մենք նոր աղբյուրներ ունենք մեր մեջ Քրիստոսից։ We're calling this Christ's living the life of another. Ու սա մենք կոչում ենք ապրել ուրիշի կյանքով։ From the moment you're born again, Այն պահի, երբ որ դուք վերստին ծնվեցիք, you have a life inside of you ձեր ներսում ունեք կյանք from God. Աստծուց։ And you live according to that life that He's Ապրում եք given to you. համաձայն այդ կյանքի, որը տրված է ձեզ։ We see in that cross the value of our Խաչի վրա forgiveness. տեսնում ենք ներման արժեքը, The blood paid that price այրունը, that we որը can be վճարել set է այդ free. խաչը, որով մենք պետք է ազատ արձակվենք։ We see in the cross this Խաչի վրա means տեսնում ենք այս նպատակը, of coming into this resurrection որ life. պետք է գանք հարության կյանքի մեջ։ We move from Adam's Ու family պետք է Ադամի ընտանիքից տեղափոխվենք to the family of God. Աստծո ընտանիք։ We're crucified with Christ, Paul said. Ու Պողոսն ասել է, որ մենք պետք է խաչվենք Քրիստոսի հետ։ Nevertheless, I live. Ու այլևս ես չէ, որ պետք է ապրեմ։ It's not I, but it's Christ living. Ոչ թե ես եմ, այլ Քրիստոսն է բնակվում։ Christ in us.
Քրիստոսն է մեր մեջ։ glorifying God, Ու փառավոր ենք Աստծուն։ continuing His work upon the earth. Ու նրա գործը անենք այս երկրի վրա։ Paul's desires laid aside. Պողոսը ասում է, որ ծրագրերը մեր պետք է մի կողմ դնենք։ Now he is living Ու հիմա նա ապրում է by a life source այդ կյանքի աղբյուրով, found only in the family of որը God. գտել է միայն Աստծո ընտանիքի մեջ։ Christ is in him, Քրիստոսը նրա մեջ է։ and he's living his life Ու through նա իր կյանքն Paul. ապրում է Պողոսի միջոցով։ Paul is truly living the life of another. Պողոսը այսպիսով ապրում է ուրիշի կյանքով, Հիսուսի կյանքով այսինքն։ Again, we emphasize this to you. Նորից սա ուզում ենք նշել ձեզ, You die with him on that որ cross. պետք է խաչի վրա մահանաք իր հետ You're raised with him in resurrection power. ու հարության զորությամբ հարություն առնեք։ In that cross, there's a cutting. Ու այդ խաչի վրա պետք է կտրվի, You were once part of that որ մի ժամանակ դուք մի մասն եք կազմում, Adam vine, Ադամի որդի մի մասն եք կազմում, and we're cut loose from that vine. հիմա կտրում եք այդ որդը, And we've got to be grafted into that vine of Christ. ու հիմա պետք է գնանք ու տնկվենք Քրիստոսի մեջ։ Everything that is in that vine Այն comes ամենը, to ինչ us. որ այդ որդի մեջ է գալիս է մեր մեջ։ We're united with Christ in Մենք his հիմա death, միաբան ենք Քրիստոսի հետ մահվան մեջ but also in his ու resurrection. նաև նրա հարության մեջ։ I don't know that we fully understand Ես that. չգիտեմ, սա կարող ենք լիարժեք հասկանալ, I think we downplay that too much. կարծում ենք մենք դա շատ ենք փորձել։ The same power that raised Christ from the dead lives in us. Որ նույն զորությունը, որ Քրիստոսին հարություն տվեց, հիմա բնակվում է մեր մեջ։ The same power that Որ raised him from նույն the dead. զորությունը, որ մեռելներից հարություն տվեց, What a great power that is. ինչ հրաշալի, ինչ զորավոր զորություն է, մեծ Taking զորություն this է, dead mortal body, որ այդ մեռած մարմինը վերցնում, beaten beyond recognition, ով որ անճանաչելի կերպով ծեծվել էր, couldn't even tell who he was. անգամ չէր կարող ասել ով է նա։ And the Holy Spirit comes into Հիմա that. Սուրբ Հոգին գալիս է այդ գերեզմանի մոտ։ There's not only healing that comes through that Ոչ body, միայն այդ մարմնի միջոցով բժշկություն է գալիս, but that body is transformed այլ նաև փոխակերպվում է մարմինը, because that body will never die again. որովհետև այդ մարմինը այլևս երբեք չի մահանա։ That body will never be tempted again. Ու երբեք նորից այդ փորձության չի The գնա։ same power Ու that նույն raised him from the dead, զորությունը, որ այդ նրան հարություն տվեց, the same power that transformed the body of Jesus, նույն զորությունը, որ փոխակերպեց Հիսուսի մարմինը, that same spirit lives այդ in you. նույն հոգին բնակվում է ձեր մեջ։ That same spirit lives in you. Այդ նույն հոգին բնակվում է ձեր մեջ։ And we walk around spiritually weak. Մենք հոգեորապես տկար քայլում ենք։ Oh, Pastor, it's just so hard to live for Հիսուս, Jesus. այնքան դժվար է ապրել Հիսուսի համար։ Oh, I don't know what I'm going to do. Չգիտեմ ինչ անեմ։ Let's try Բայց եկեք depending փորձենք upon կախում ունենալ exercising our rights եւ այդ ապրենք այդ to կյանքը։ receive the fullness of this Ընդունելու Holy այդ Spirit Սուրբ Հոգու լիությունը and to be filled with this life of ու God. լցվել Աստծո կյանքով։ I know you can be Ես գիտեմ, strong. որ դու կարող ես զորավոր լինել։ Be strong in the Lord. Զորավոր լինել Տիրոջ։ You can hear from God. Ու կարող եք լսել Տիրոջ։ You can follow Ու Him. կարող եք հետևել նրան։ You can do whatever He asks Ու you կարող to եք do. անել այն ինչ որ նա ձեզ կասի։ Amen. Ամեն։ Not I, but Christ that lives in Ոչ me. թե ես, այլ Քրիստոսն է բնակվում։ Amen. Amen. It's not me doing it, it's Այդ Christ Ես in չէ me. որ անում, այլ Քրիստոսն է անում։ Christ is expressing His life through me. Քրիստոսը ձեր միջոցով իր սերը արտացոլում է մարդկանց։ Jesus is preaching. Հիսուսն է քարոզում։ Jesus is ministering. Հիսուսն է ծառայում։ It's not me that lives, Այդ ես չէ որ it's ապրում եմ, Christ that այլ lives. Քրիստոսն է ապրում։ We have to see that we're living that life of Christ. Մենք պետք է Քրիստոսի այդ կյանքը ապրենք։ And these verses that we read to you Եվ այն համարները, որ կարդացինք ձեզ համար։ gives you three aspects of this divine life, this Երեք new life. կետեր է տալիս նոր կյանքի համար, աստվածային այդ նոր կյանքի համար։ In verse 1, Առաջինում he says you were dead in your trespasses. and ասում է, որ դուք մեռած եք ձեր հանցանքների ու մեղքերի մեջ։ So he made you alive. Եվ նա ձեզ կենթանացրեց։ So this is a resurrection life. Այսինքն սա այդ հարության կյանքն է։ Verse 6 tells us 6-րդը մեզ ասում է։ that we've been raised together and made to sit in the heavenly realm with Christ. Ասում որ Jesus. նրա հետ մեզ հարուցանեց եւ երկնային տեղերում նստեցրեց։ That means that we reign with Christ. Այսինքն մենք ցույց է տալիս սա, որ մենք թագավորում ենք Քրիստոսի հետ։ And then in verse 10, Իսկ հետո 10-րդ խոսքը, we are his workmanship, որ մենք նրա
ձերքի գործն ենք։ created in Christ Jesus to do good work. Քրիստոսի միջոցով կերտված, որպեսզի բարի գործեր անենք։ Now listen, I don't know any other way to describe this. Ես այլ ձևով չգիտեմ ինչպես բացատրել։ This is a life that expresses Սա մի կյանք է, որը արտացոլում է the heart of God. Աստծո սիրտը։ Isn't that what the artist does? Ինչ են անում ստեղծողները, արտիստները։ They paint the portraits, Իրանք ինչ որ դիմանկար են they նկարում, form the sculpture. կամ քանդակում են, ձև են տալիս այդ քանդակին։ It's what's inside of them Այսինքն այն ինչ որ նրանց մեջ կա, being put on canvas. իրանց մեջ եղածը իրանք իրականություն են դարձնում։ It's expressing their talents, their Այսինքն իրենց abilities. տաղանդները, ունակությունները իրենց vision. արտահայտում են, իրենց տեսիլքը։ And this verse says that you are Այս God's համարն ասում է, workmanship. որ դուք Աստծո ձեռքի գործն եք։ It's a word about creative, artistic work. Սա ստեղծագործող արտիստիկ ինչ որ աշխատանք է։ Amen. Ամեն։ That God has created you Այսինքն Աստված ստեղծել է ձեզ, to express Himself to որպեսզի the ինքն world. իրեն աշխարհին ցույց տա ձեզանով, ձեր միջով։ All right, so let's go through these. Գնանք սրան։ We've talked about some of them before, Ոմանց մասին, որոշների մասին, որի մենք խոսենք but արդեն this is a խոսել ենք։ resurrection life. Սա հարություն առած կյանքն է։ We know, we've been telling you, Գիտենք, որ ասել ենք ձեզ, when we come to Christ, որ երբ որ we գալիս են Քրիստոսին, must have new abilities. պետք է նոր կարողություններ ունենանք, I've got to be able to see spiritually, պետք է կարողանամ հոգեորապես տեսնել, hear spiritually. հոգեորապես լսել, I've got to be able to think the thoughts of God. պետք է Աստծո մտքերն ունենամ, I've got to be able to tap into the Holy Spirit. ու պետք է հույսը դնեմ Սուրբ Հոգու վրա։ This is a resurrection. Սա հարությունն է։ You are resurrected to Դուք this հարություն եք առած ability. այս կարողություններով։ We'll have new attitudes, Մենք ունենք նոր վերաբերմունք, attitudes of service. որպեսզի կարողանանք ծառայել։ We're going to love one another, Մենք պետք է սիրենք մեկս մյուսին, serve one another, bless one another. ծառայենք իրար, օրհնենք իրար։ 2 Peter lists a list of virtues. Երկրորդ Պետրոսը խոսում է դրա մասին։ 2 Peter chapter 1 and Երկրորդ Պետրոս verses առաջին 3 through 7. գլուխ 3-ից 7, 3-7։ Mhm. Peter Երկրորդ Second Peter Second Peter. Երկրորդ Պետրոս կներեք։ Երկրորդ Պետրոս առաջին գլուխ 3-ից 7 խոսքերը։ Իր աստվածային զորության համաձայն մեզ պարգևեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքին ու աստվածապաշտությանը, նրան գիտենալու միջոցով, որ մեզ կանչել է փառքի ու առաքինության, որոնցով մեզ են տրված ամենամեծ ու թանկագին խոստումները, որպեսզի սրանցով հաղորդակից դառնանք աստվածային բնույթին, փախչելով աշխարհի ցանկությունից առաջացած ապականություններից։ Ուրեմն ամենայն ջան գործադրելով ձեր հավատին առաքինություն ավելացրեք, ու առաքինությանը գիտություն, եւ գիտությանը շուշկալություն, ու շուշկալությանը համբերություն, եւ համբերությանը աստվածապաշտություն, ու աստվածապաշտությանը եղբայրասիրություն, ու եղբայրասիրությանը սեր։ Amen. Ամեն։ These things flow from the life of Սրանք God. Աստծո կյանքից են հոսում։ They're being added to our Այս lives. հատկանիշները մեր մեջ կլինեն։ The Holy Spirit will produce this in Ու us. Սուրբ Հոգին սա մեր մեջ կարտադրի։ This is a resurrection life. Սա հարություն առած կյանքն The է։ Spirit that raised Christ from the dead lives Հոգին, in որը us. հարություն տվեց Հիսուսին, հիմա բնակվում է մեր մեջ։ He produces this in us. Նա այս ամենը կարտադրի, կստեղծի մեր մեջ։ I've got to enter into that reality. Ու ես պետք է այդ իրականության մեջ մտնեմ։ The Holy Spirit is not just a prayer language. Սուրբ Հոգին ուղղակի ինչ-որ աղոթքի լեզու չէ։ Speak in tongues a few times. Ուղղակի ընդհանրապես մի քանի անգամ լեզուներով աղոթելը չէ Սուրբ The Հոգին։ Holy Spirit is that God that dwells in you. Սուրբ Հոգին այն Աստված է, որ բնակվում է իմ մեջ։ He's there Նա այստեղ է։ as wisdom and understanding Որպես and իմաստություն, counsel and որպես might, խորհրդատվություն, power and որպես knowledge. զորություն, միտք, գիտելիք։ All of these things that He has and Այս that He is, ամենը, որ նա ունի, բնակվում է մեր they մեջ։ become available unto Դրանք us. մեզ համար հասանելի են դառնում։ We could talk about the gifts of the Holy Կարող Spirit, ենք խոսել Սուրբ Հոգու պարգևների մասին։ working of miracles, Հրաշքներ Healings, գործելու, բժշկությունների, faith, հավատի, words of prophecy, մարգարեության խոսքերի, discernment. զանազանության, All of these gifts այս բոլոր պարգևները found being given by
the Holy Spirit. տրված են Սուրբ Հոգու կողմից եւ նրա մեջ են։ This is a new life. Սա նոր կյանքն է։ You didn't have that under in Adam's family. Մենք չունենք այս կետերը, այս պարգևները Ադամի ընտանիքում։ We are resurrected to this Հիմա reality. մենք հարություն ենք առել այս իրականության մեջ։ We must see what what potential there is in this resurrection life. Պետք է տեսնել, թե որն է Աստծո մտադրությունը այս հարության կյանքի մեջ։ If we're made alive by the Spirit, then we can walk in the Spirit. Եթե մենք կենթանի ենք այս հոգու մեջ, կարող ենք քայլել հոգու մեջ։ Listen, you're going to come against things, or you're going to be asked by God to do some Պետք things է խնդրենք Աստծուն, որ այդ որոշ բաները մեր մեջ անի։ that you're going to say, I can't. Միգուցե դու ասես, ես չեմ կարող, սա անհնար է։ It's impossible. I can't do it. Անհնար է, ես չեմ կարող այդ բաներն անել։ Well, you may be put into that situation simply because Միգուցե դու հիմա այդ իրավիճակի մեջ ես, որպեսզի God's tired of you depending upon your own strength and your own wisdom. որովհետև Աստված հոգնել է, որ դու քո սեփական հասկացողության ու մտքի վրա ես հույսը դրել։ And once you put you in a situation Ու հիմա, երբ որ դու այդ իրավիճակի մեջ ես, where you have to depend upon Him, որովհետև որ մտածում ես քեզ համար անհնար է, դու այդ իրավիճակի մեջ ես, որ հույսը դնես Աստծո վրա։ every minister of God has faced those moments. Աստծո ամեն ծառա այս իրավիճակների մեջ անցնում է։ There are things that we cannot do, Կան բաներ, որ մենք չենք կարող անել։ and we are sent to do them Ու մենք ուղարկված ենք անելու, so that God can do it through us. ուղարկված ենք, որպեսզի այդ ամենը Աստված մեր միջոցով անի։ We can set that old Adam Որպեսզի aside մենք մի կողմ դնենք մեր մեջ Ադամի and էությունը։ learn to Ու depend սովորել կախված wholly լինել, upon. կախվածություն ունենալ Սուրբ Հոգուց։ Amen. Ամեն։ How many of you have been placed in that situation? Oh, I Ձեզանից can't do this. I can't քանիսն do են, this, որ it's too much. այդ իրավիճակի մեջ եղել են։ Amen. Yeah. We learn. We Մենք have to սովորում learn ենք to ու պետք է walk սովորենք in that power of the Holy Spirit. քայլել Depend Սուրբ Հոգու upon Him. զորության մեջ ու նրանից կախում ունենալ, Because it is a resurrection life. որտեղ սա հարության կյանքն է։ It's promised to us. Սա խոստում է մեզ։ This power, this knowledge, Այս this զորությունը, այս revelation. գիտելիքը, հայտնությունը, everything that the Holy Spirit has ամեն ինչ որ ունի Սուրբ Հոգին, given unto us. հիմա մեզ է տրված, Because this is the nature of this life that we've been որտեղ given. սա այդ կյանքի էությունը, որը տրված է մեզ։ We also know that it is what we have called a reigning life. Reigning We Թակավոր reign. մենք նաև այս կյանք կոչում ենք թակավորող կյանք։ Verse 6 says we've been raised up together and made to sit in heavenly places in Christ. Sorry, could you repeat? Verse 6, chapter 2:6. We've been raised up together and been made to sit in the heavenly Որ մենք places. հարություն ենք առել նրա հետ, Եփեսացիներին 2:10 ասում է, հարություն ենք առել նրա հետ եւ նստած ենք երկնային տեղերում։ Brother Dennis preached the importance of that to you. Հովիվ Դենիսը խոսել է դրա կարևորության մասին ցես։ How God has taken us out of this world, Թե ոնց Աստված մեզ այս աշխարհից վերցնում, spiritually placed us in Christ in the heavenly realm. հոգեորապես մեզ տանում այդ երկնային վայրերը։ All things are under our feet Ու ամեն բաներ ոտքերի տակ է, because we're in Christ, որտեղ մենք Քրիստոսում ենք։ and everything's under His feet. Ու այն ինչ որ նրա ոտքերի տակ է, We're with Him. ու քանի որ մենք նրա հետ ենք, So when we do spiritual warfare, ու երբ we որ are մենք in a հոգեոր position, պատերազմի մեջ ենք այդ մեր դիրքում, a superior position. Amen. այդ ժամանակ մենք այդ իրավիճակն ենք ապրում։ We battle from that position of strength. Մենք ունենք այդ զորությունը, We don't fight in our own strength ու again. մենք մեր պատերազմի ժամանակ մեր սեփական ուժով չենք Don't want to պատերազմում, minister in our own strength, մեր սեփական ուժով չենք ծառայում, but we minister in the power այլ of the blood of ծառայում ենք Հիսուս Jesus Քրիստոսի արյան զորությամբ and the power of the Holy Spirit. եւ Սուրբ Հոգու զորությամբ ենք And this ծառայում։ truth that we've already been positioned Ու սա այն ճշմարտությունն է, որ մենք արդեն այդ դիրքի մեջ ենք, in the heavenly realm երկնային վայրերում ենք, տեղերում with ենք, Christ. Քրիստոսի հետ։ His victory is our Ու victory. նրա հաղթությունը մեր His հաղթությունն է։ authority has been given unto us. Նրա իշխանությունը տրված է մեզ հիմա։ Jesus has already won the victory for us. Հիսուսն արդեն մեզ համար հաղթել է, ունի այդ հաղթությունը։ One of my consistent prayers Իմ շարունակ աղոթներից մեկն է, as I walk through this place, որ քանի դեռ ես այս վայրում anywhere քայլում I եմ, go, ուր էլ որ գնամ, I declare the victory of that ես cause. այդ խաչի հաղթությունը կհրճակեմ։ You won.
Դուք հաղթել եք։ Jesus has won. Հիսուսը հաղթել է։ Satan, you've been defeated. Սատանան I պարտվել է։ declare the victory of the Ես cross in this խաչի house. հաղթությունը այս տան մեջ հրճակում եմ։ Oh, I declare it all the time. Ու ամեն ժամանակ եմ հրճակում։ Because too many times our thoughts Որովհետև are, շատ oh, անգամներ մեր մտքերը how hard life is and the այդ դժվար defeat. կյանքը We've got to understand. դրա համար մենք պետք է Jesus has won the հասկանանք, որ այդ ամենի մեջ Հիսուսը հաղթել է։ Hallelujah. Հալելույա։ He has won the victory. Նա հաղթել է այդ հաղթությունը։ We must see that Մենք պետք է տեսնենք դա։ Amen. Amen. Let's read Romans 5:17 because again Կարդանք it's going Հռոմեացիների to emphasize the 5:17-ը, same thing. որտեղ այս նույն բանի մասին խոսվում է։ 5:17 Արդարև եթե մեկ մարդու մեղքով մահը թակավորեց այդ մեկի միջոցով, ապա որքան ավելի նրանք, ովքեր ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, պիտի թակավորեն կյանքի մեջ մեկով Հիսուս Քրիստոսով։ How much more? Որքան ավելի, How much more shall we reign in life by this one Christ որքան Jesus? ավելի Քրիստոս Հիսուսի միջոցով մենք պետք է թակավորենք։ There is a promise to us. Այստեղ կա մեզ համար խոստում, We do not have to be defeated. որ մենք չենք պարտվի, մեզ չեն հաղթի, We do not have to surrender to the enemy. որ մենք չպետք է հանձնվենք թշնամուն, We can rule and reign with մենք Christ կարող upon ենք this earth, կառավարել ու թակավորել, just as we will in eternity. այնպես ինչպես անելու ենք հավիտենության մեջ, We've got to learn to walk պետք է սովորենք քայլել in that authority and այդ power that God has իշխանության given մեջ, to us. Աստծո զորության մեջ, որ տրված է մեզ։ We recognize Մենք հասկանում ենք, that I hope you understand that we're not talking just about overcoming sin. ես եմ որ դուք հասկանաք, որ մենք հիմա մենակ մեղք հաղթարելու մասին չենք խոսում։ We're talking about extending the authority and the rulership of Christ upon this Այլ earth. խոսում ենք, որ Քրիստոսի թագավորությունը կառավարում այս աշխարհի վրա մեծացնելու մասին։ And sometimes what God brings us to is a place where we overcome the very fear of death. Երբեմն մենք գալիս ենք մի բայրի մեջ, որով Աստծո միջոցով հաղթարում ենք այդ մահի հանդեպ վախը։ Pastor Phil is with me. Հովֆիլն ինձ հետ է։ He was in a church that I pastored before I began working with Brother Clendenin for a long Ինքը մի time. եկեղեցում է, որտեղից հովություն է անում իջև Հով Քլենդանինի հետ ծառայելը։ There's a man in the church there. Եկեղեցում կար մի մարդ, His name is Lyle. նրա անունը Լայլ էր, And he went with me to Russia a number of times. ու ինքը շատ անգամ ինձ հետ Ռուսաստան էր եկել։ Loved the work. He was a Շատ էր builder by խոսքը, trade. Ու ինքը սիրում էր սովորեցնել։ So we did a lot of repairing buildings and Ինքը շինարարությամբ էր նայած զբաղվում իր այդ teaching գործն է others how to կարել։ repair Նա buildings. սովորեցնում էր մարդկանց ինչպես շենքեր սարքել։ But on his second trip, Բայց երկրորդ ճանապարհության ժամանակ within maybe 2 days, he got deathly sick. երկու օրվա ընթացքում շատ լուրջ հիվանդացավ։ And he really feared for his life. Fearful։ Feared for his life. Նա այդ կյանքը ապրում էր։ He was asking me, we were Ու ինձ մի բան հարցրեց։ in that Kaliningrad region, Կալինինգրադի այդ շրջանում ենք։ not far, and he said, please, you think you could get me to Sweden? You think you could get me to Sweden? Could I? Ու go? հովին խնդրեց, որ կարես ինձ տանես, որ ես լողանամ։ And I said, well, I'll see what I can do. Ասացի, որ կարող եմ։ He said, I don't want to go home, but Ասաց չեմ ուզում տուն գնալ, I don't know what this is, and I'm չգիտեմ in սա ինչ է, pain. ցավի մեջ եմ շատ ուժեղ։ And then he began to, as I began to pray with Ու երբ him, որ սկսեցի աղոթել նրա համար, he said to me, ինձ ասաց. he said, I need you to stay with me. Ես ուզում եմ, որ դու ինձ հետ մնաս։ He says, there's a demon that's sitting right up in the corner of this room. Անկյունում դև է նստած ու ես տեսնում եմ նրան։ As long as you're here, he's up in that corner. But when you Քանի որ leave, դու այստեղ ես, ինքը հիմա անկյունում է, բայց he եթե գնաս, comes down ինքը կգա and he's telling me he's gonna kill me. He's gonna ու take. ինձ ասում է, որ ինձ կսպանի, եթե դու գնաս։ Well, you know that changes things. Գիտեք, սա փոխում է երևույթները։ You know there is sickness. I understand there's, Ես հասկանում եմ, որ ինքը հիվանդ էր, ունի հիվանդություն, but I understand when demons get involved, it's spiritual. ու նաև գիտեմ, որ սա հոգևոր երևույթ է, որ հիմա դևերը սրա մեջ են։ When you begin to see demons in the corner of the room, Երբ որ դու սկսում ես դևերին տան անկյուներում տեսնել, that's a different story. սա այլ պատմություն է։ So I said to him, Ու ես այդ մարդուն ասացի. I said, well, I can't send you to Sweden.
Ասաց ես քեզ չեմ կարող հիմա ուղարկել, You're going to have to tell that demon պետք է հիմա ես չեմ անի, դու հիմա պետք է այդ դևերին ասես, that you're going to stay here, that you're gonna stay, that he is going to stay. որ ինքը կմնա That would be այստեղ, his, I'm going to stay, live or die. ես այստեղ կմնամ, He's never going to leave որ նա երբեք չի թողնի, չի հեռանա, չի until you մահանա, tell him that. միջև դու չասես նրան։ And we prayed together. Մենք սկսեցինք իր այդ աղոթել, And he said, ու այդ մարդն ասաց, not only to God, but to the devil, ոչ միայն Աստծուն, այլ նաև սատանային։ I'm staying. Ես մնում եմ, I'm not going anywhere. ես ոչ մի տեղ չեմ գնա։ Live or die. Մեռնեմ թե ապրեմ, God has sent me. Աստված է ինձ I'm ուղարկել։ going to do what God sent me Ու here. ես կանեմ այն ինչ ինչի համար որ նա ինձ այստեղ ուղարկել է։ We stayed for maybe a month. Միգուցե կարծեմ մի ամիս այդտեղ մնացինք, And he got better. He was ու able to work. իրավիճակը լավացավ, կարող էր արդեն I don't աշխատել։ know that he was completely healed, but Չգիտեմ լրիվ բժշկվել էր թե he ոչ, wasn't in pain and he wasn't in fear. բայց ցավ ու վախ չուներ։ He would later find out that it was a kidney stone Ավելի վերջում ավելի ուշ իմացա որ երիկամների մեջ քարեր ուներ։ that he was sick with. Ու դրա համար էր հիվանդացել։ And yet he stayed and saw victory not only personally but in the lives of those around us. Ու հաղթությունը ոչ միայն նրա կյանքում եղավ, այլ մարդկանց, ովքեր շրջապատում էին։ Because he determined that he would not run in the face of the enemy. Որովհետև նա որոշեց, որ թշնամու երեսից չի փախչի։ The overcoming of that attack Ու երբ որ նա հաղթարեց այդ հարձակումը սատանայից, is so important. դա շատ կարևոր էր։ You're going to face similar things. Շատ կարևոր է, որ միգուցե դուք էլ նմանատիպ ինչ-որ բաների Fear կհանդիպեք։ that is overwhelming. Վախը, որ կլինի կլսվի ձեր մեջ, Enticements that draw you որ ձեզ away. ետ կտանի դեպի։ But that fear, Բայց այդ վախը, I'm going to take your life, որ ասում է ես քո կյանքը harm your կվերցնեմ, family, ես քո ընտանիքը կվնասեմ, that fear has to be այդ overcome. վախը դուք պետք է հաղթեք, In պետք է order to հաղթարեք, rule and reign with Christ, որպեսզի կարողանաք կառավարել ու թագավորել to Հիսուսը։ have authority in that spirit realm, Ու ունենաք իշխանություն այդ հոգևոր դաշտում։ I must overcome that Դրա fear. համար ես այդ վախը պետք է հաղթարեմ, ոնց որ այդ մարդը հաղթարեց իր վախը։ There's a pastor that works with the School of Christ, or did for many years. Մի մարդ կարող որ ծառայում էր Քրիստոսի դպրոցում երկար ժամանակ, He came to Russia to plant a church. նա եկել էր Ռուսաստան, որպեսզի եկեղեցի հիմներ, It was a few hours away from Moscow. Մոսկվայից մի քանի ժամ հեռավորության վրա։ When this event happened, he didn't know Brother Clendenin very well, He didn't know He him didn't very know well. him very Նա well, Հովիկ Քլենդենյանին շատ լավ չէր ճանաչում։ but he heard that he could start a church. Լսել էր նրա մասին, սկսել էր հիմնել Wanted to do եկեղեցի, that, so ուզում էր դա անել։ he came and met Brother Clendenin, and they sent him off. And Նրան ուղարկել էր Հովիվը, when they got to the town, նա գնացել էր այդ քաղաք, the pastor or the leadership there, the հովիվները, pastor, առաջնորդները, որ այնտեղ էին։ this young man, he said, Կար մի երիտասարդ մարդ he նրանց said, մեջ ասել էր. he says, Brother Duke, you've got to stay in this apartment. You can't leave. Ասես դու պետք է այս տանը մնաս ու դուրս չգաս He այս said, the տանից։ KGB doesn't want us to have this crusade, doesn't want us to plant this church. Որ իշխանությունները չեն ուզում որ մենք եկեղեցին հիմնենք, And so we've just got to wait until ուղղակի պետքա we սպասենք can մի get պահ, approval to do that. միջև մեզ թույլ կտան որ մենք կառուցենք But they եկեղեցի։ wouldn't let him out of that apartment. Him to They- go to from Yeah, that apartment. yeah, they wouldn't let him. Թույլ They չէին put տալիս him in that նրան այդ apartment. You've gotta stay բնակարանից here. տնից դուրս գալու։ They didn't. They had a church plant and crusade ready, but they wouldn't start it. They wouldn't do it. Այն ինչ որ պետք է եկեղեցին շինելու համար դրանք ամեն ինչ ունեն պատրաստ, բայց դեռ չէին սկսել։ After a few days, Ու մի քանի օր անց he persuaded them to let him make a phone call. խնդրեց որպեսզի նա ինչ որ մեկին կարողանա զանգել։ Now this is mid 90s, so Մոտավորապես գիշեր էր արդեն։ making a phone call in Russia was hard. Զանգեց ու այդ գիշերով այդ ժամին Ռուսաստանում զանգելը շատ դժվար է։ I had to go down to the telephone office. Ինքը գնաց այդ հեռախոսային ինչ որ He օֆիս, called Brother Clendenin, այդտեղից զանգեց Հովիվ Քլենդենյանին, and he says, Brother Clendenin, ու ասաց Հովիվ Քլենդենյան, said, I got here and we can't have church. ես եկել եմ այստեղ, բայց եկեղեցի չեն կարողանում հիմնել։ KGB has shut this thing down. Իշխանությունները թույլ չեն տալիս։ They won't let me out of this apartment. I Թույլ չեն can't do տալիս անգամ, anything. որ ես այս շենքից տնից դուրս գամ ու ինչ որ մի բան անեմ։ And Brother Clendenin Ու said, Հովիվ Քլենդենյանն ասաց. you must, God is going to
give you a great revival. Աստված քեզ մեծ արթնություն կտա։ And he hung up the phone. Ու նա հեռախոսը կախեց, դրեց։ Didn't offer him to bring him home, didn't offer him any encouragement. Նա ճուներ ինչ որ քաջալերանք նրան ոչ մեկ չէր օգնում։ Just said to him, I believe you're going to have a great revival. Ինքը մենակ հավատում էր խոսքի, որ ունենալու է մեծ արթնություն։ So Duke went back to that apartment, Վերադարձավ տուն, prayed for 3 սկսեց days. 3 օր աղոթել, On the third day, he said to ու երրորդ օրն ասաց the Russian friends իր there, ռուս ընկերներին այնտեղ. said, live or die, I'm going to Ասաց, preach this gospel. Մեռնեմ թե ապրեմ, ես պետք է ավետարանը քարոզեմ։ Doesn't matter who threatens us, Կապ չունի ով է մեզ սպառնում, we're going to plant a church in մենք this city. եկեղեցին էսի քաղաքում հիմնելու ենք։ And God did send him a great revival. Ու Աստված այդ մեծ արթնությունն ուղարկեց։ He returned from Russia an entirely different man. Ու Ռուսաստանից այդ վերադարձավ ամբողջությամբ լրիվ ուրիշ մարդ դարձած։ And in conversation with Pastor Clendenin, Ու երբ որ խոսում էր Հովիվ Քլենդենի հետ, he said, Brother Clendenin said to him, I believe that Եվ God Հովիվն broke the ասել է, power of the «Ես fear of death. հավատում եմ, որ դու թշնամուց եկած վախը քանդել էիր, ճեղքում էիր բերել։ He had been afraid. Նա շատ երկար ժամանակ What վախենում the էր, devil is going to do. վախենում էր, թե ինչ կանի սատանան, And that power of fear was broken. բայց այդ ժամանակ վախի զորությունը նրա մեջ քանդվել էր։ We reign with him. Ու սկսել էր We're թակավորել seated in the Աստծուն։ heavenly realms in Ու այդ Christ ժամանակ, երբ որ Jesus. մենք թակավորենք Աստծո հետ, կնստենք երկնային The տեղերին։ Lord needs us to trust in his ability. Տերը կարիք ունի, որպեսզի վստահի մեզ այդ And կարողությունները։ you're going to face similar things. Դուք նմանատիպ բաների կարող է առնչվեք։ I've faced it in my life. Ես ինքս նմանատիպ բաների առնչվել The եմ։ third thing that we see that this is a creative life. Երրորդ բանը, որ տեսնում ենք, որ սա ստեղծարար կյանք է։ We are God's workmanship. Մենք Աստծո ձեռքի գործերն ենք։ It is that work of art that he has created. Եվ նա այդ արվեստի գործեր է He's ստեղծում։ placed his hands upon us. Նա իր ձեռքերը դրել է մեզ վրա։ We're on that potter's wheel and he's working. Ու նա մենք նրա ձեռքի գործն ենք ու նրա մի մասն ենք, նա գործում է մեր մեջ։ I hope you believe that Yes, God has a հավատում եմ- plan for your life. Ես հույս ունեմ, որ դուք հավատում եք, որ ունի Աստված ծրագիր ձեզ համար։ I pray that you have some Աղոթում եմ, որ knowledge դուք ունենաք ինչ-որ գիտելիքներ, of what that plan թե is. ինչ է այդ ծրագիրը ձեզ At համար, least so that you can take some steps in faith. որ գոնե կարողանաք հավատքի քայլ անել։ You may not know everything. Գիտենք, որ մենք ամեն ինչ չէ, որ գիտենք։ Listen, I never dreamed I'd be here. Միշտ չի, որ ամեն ինչ հասկանում ենք։ God never told me Աստված this երբեք ինչ չէր ասում սա։ until many years of following him. Երբեք չէր ասում, մինչև չէր գալիս այդ ժամանակը։ But God has a plan. Բայց Աստված ունի ծրագիր։ I believe this is God's plan for Ու my հավատում life. եմ, որ սա մեր կյանքերի համար Աստծո ծրագիրն է։ It unfolded over the years. Ու դա տարիներով տևում է։ I prepared for this time. Ես պատրաստվում եմ այս ժամանակի I համար։ went to Bible school. Գնում ենք I Աստվածաշնչյան went to դպրոց, seminary. գնում ենք ինչ-որ I knew կոնֆերանսների, that someday I'd be ու teaching, գիտեմ, որ ինչ-որ մի օր ես սկսելու եմ raising up սովորեցնել, leaders and pastors. առաջնորդներ, հովիվներ բարձրացնել։ I waited for 15 Ես years 15 տարի սպասել եմ այս until օրը։ finally I got that phone Մինչև call. ես այդ հեռախոսազանգը կստանեմ։ Let's go to Russia. Մինչև հովիվը կզանգեր ինձ կասեր արի գնանք Ռուսաստան։ 15 years. 15 տարի սպասել եմ։ I didn't know exactly what the plan was, Չգիտեի իսկ կոնկրետ ինչ ծրագիր էր but լինելու, God did. բայց Աստված գիտեր։ I was just ready, Ուղղակի ես պատրաստվում էի այդ Studying, ընթացքում։ ready to Սովորում go, էի, ready to պատրաստվում do. էի, որ գնալ ինչ-որ բան անել։ And in that first school, Ու այդ առաջին դպրոցը God said to me, Աստված ինձ ասաց այդ this is what I դպրոցը։ called you to. Ահա ինչի համար եմ ես քեզ կանչում։ 15 years ago, Ահա 15 տարի առաջ ինչի համար էի քեզ this is կանչում։ what I'm preparing you for Ահա թե all ինչ this է time. ես քեզ համար, ինչի համար է ես քեզ պատրաստում այս ամբողջ տարիների ընթացքում։ Amen. Ամեն։ You know, a woman prophesied that of Brother Clendenin Մի կին մարգարեացել էր Հովիվ Քրենդենի համար at 70 years old. 70 տարեկանում։ She said, Նա ասել էր. everything that you have experienced up to this moment Այն ամեն ինչի միջով որ դու անցել ես այս պայի համար է։ was to prepare you for what God was going to do. Ու Աստված պատրաստում էր քեզ այն ամենին, ինչ որ նա հիմա անելու էր։ Amen. Ամեն։ We can look back and see Երբ his որ մենք life, հետ նայենք, տեսնենք իր how կյանքը, God prepared կտեսնենք him թե Աստված ինչպես է նրան պատրաստել, to produce this school. որպեսզի այս դպրոցը ստեղծեր։ You are called of God. Դուք նույնպես կանչված եք Աստծոց։ I don't care what you're called to do. Իմ համար մեկ է ինչի համար է կանչված, ինչ կոչում It ունի։ may be to preach, to be a Գիտեք, missionary, միսիոներություն կամ lead a քարոզ, small group, կամ փոքրիկ խմբեր youth առաջնորդել, group, կամ just to երիտասարդ be a խմբեր, part of a prayer group. երիտասարդական։
ուղակի լինել ինչ որ աղոթքի խմբի մի մաս։ Amen. Some of the greatest. My wife leads the prayer group at our church. Նայեք իմ կինը առաջնորդում է աղոթքի խումբը Some of the եկեղեցի։ greatest miracles have come out of their gathering. Ամենամեծ հրաշքները հենց գալիս են իրենց հավաքույթներից։ It may be 3 women, Միգուցե մի 3 կին լինի, maybe 12. կարող են 12-ը լինել։ But we've seen cancers healed. Բայց մենք տեսնում ենք, որ քաղցկեղ է բժշկվում։ We've seen children saved, Տեսնում ենք, որ երեխաներ են փրկվում, delivered, ազատագրվում։ all because of the prayer of a little Այս group of ամենը women. ընդհանրապես այդ կանանց փոքրիկ խմբի աղոթքների շնորհիվ։ I don't care what God has called you to. It's Հիմա նաև unimportant. to լրիվ me. մեկ է, ոչ էլ այդքան կարևոր է, թե կոնկրետ ինչի համար է But you have to կանչել։ have some sense. Այլ պետք է զգաք, This is what God որ wants me սա to է do. այն ամեն ինչ, որ Աստված ուզում է, որ ես անեմ։ God is working. Աստված գործում է։ That's His nature to be Սա իր creative in your life. էությունն է, որ ինքը նոր կյանքեր ստեղծի։ He's preparing you for Նա something. պատրաստում է ձեզ ինչ որ մի բանի համար։ I don't know how He will do it, Ես okay? չգիտեմ ինքը ոնց կանի, But He's going to do it. բայց կանի։ You're here. Դուք այստեղ եք։ He's placed your hand upon you, Նա իր ձեռքը ձեր վրա է դրել։ and you are going to fulfill some purpose of Իրականացնել God. որոշ նպատակներ Աստծո։ He wants to work creatively through you. Ու նա ուզում է ձեր միջոցով ստեղծել։ He's placed His hands upon you Նա իր ձեռքը դրել է ձեզ վրա, to form you into ձեզ exactly the vessel that He ձևավորելու needs. այնպես, ինչպես որ ինքն է ուզում։ Amen. Ամեն։ I believe that God has a plan. Ես and a հավատում եմ, որ purpose. Աստված ունի ծրագիր ու նպատակ։ You and I should be seeking Ես that եւ դուք purpose, պետք է այդ նպատակը փնտրենք asking God, ու խնդրենք Աստծուն։ God, what is your plan? Տեր, ո՞րն է քո ծրագիրը։ What is your purpose? Ո՞րն է քո նպատակը։ We must see that, we must know that Մենք պետք է ճանաչենք, we have an իմանանք։ option in this. Մենք ունենք տարբերակներ այստեղ։ Jesus says, let your light shine. Հիսուսն ասեց, թող ձեր լույսը շողա։ Let your light shine. Թող ձեր լույսը շողա։ That's a command Դա պատվեր to է։ do something, Այսինքն ինչ որ մի բան անելու համար, that you have a light in you. որովհետև դուք ձեր մեջ ունեք լույս, Jesus implies that it's hidden right now. ու հիմա Հիսուսն ասում է, որ դա թաքնված է։ But he says, let your light Ու դրա shine. համար ասում է, թույլ տվեք, որ այդ լույսը շողա։ Let that light flow through you. Թույլ տվեք այդ կյանքը հոսի ձեր միջոցով։ See, God could have a plan, but you just hide it. Միգուցե Աստված ունի ծրագիր, բայց դու դա թաքցնում ես։ God could have a plan, but you could frustrate it. Աստված կարող է ինչ որ ծրագրեր ունենա, բայց դու կարող ես հիասթափվել։ Let God. Բայց թույլ տվեք, որ Աստված Let God's glory flow թող Աստծո through you. փառք, որ Աստծո փառքը ձեր միջոցով Let հոսի։ God's life flow through Թողեք you. Աստծո կյանքը, որ ձեր միջոցով հոսի։ Let people around you recognize Թող this ձեր is God's շրջապատում work. եղած մարդիկ գիտակցեն, հասկանան, որ սա Աստծո գործն է։ This is God's work in their Որ life. սա Աստծո գործն է ձեր կյանքում։ They'll recognize the call of God. Նրանք հասկանում են Աստծո կոչը։ Recognize the work of the Holy Spirit Հասկանում in են their Սուրբ lives. Հոգու գործը մեր կյանքերում։ We're created in Christ Jesus. Մենք just to do that. ստեղծված ենք Աստծո ձեռքերի գործերն ենք ու նրա հետ ենք Քրիստոսի։ I preached this message probably 4 years ago here. Ես երևի 4 տարի առաջ եմ ես քարոզ այստեղ տվել And one afternoon I took off walking up that hill. ու մի կեսօրին այս բլուրը բարձրացա։ Anybody walked up that hill yet? Այս շենքի հետևի բլուրով բարձրացել եք որևէ մեկը։ Nobody's walked up the hill. Ոչ ոք այդտեղ չի եղել։ But let me tell you what you'll find on top of that hill. Ու թույլ տվեք ասել, եթե բարձրանաք այդտեղ ինչ կտեսնեք։ You walk up that hill, there's an old playground or swing set area. Այդտեղ ինչ որ sense խաղալու տեղ կա, լողանալու տեղ կա, But off in the distance, բայց ավելի հեռու երբ որ գնաք, you'll see a sculpture. կտեսնեք մի արձան, It's a stone design. քարա ձևավորված, ստեղծված քարա։ You can tell that a lot of work and effort's been put into it. Կարող եք ասել, որ շատ ջանք ու եռանդ է ներդրված այդ գործի մեջ։ An artist put that thing together. Այդ արտիստը, որ ստեղծել է, նա այդ ջանքն ու եռանդը դրել է այդ գործի մեջ։ Nobody sees it. Բայց ոչ ոք դա տեսնել չի կարող։ You got to really work to go up there to see it. Պետք է գնաք այդտեղ տեսնելու համար։ And 4 years ago, I asked a question. Ու 4 տարի առաջ ես մի հարց տվեցի։ How many of you are willing to be like that sculpture? Ձեզանից քանիսն եք, որ ուզում եք այդ արձանի նման լինել։ God who creatively Աստված, ով որ ստեղծել է, fashions you, ձևավորել է ձեզ, but then puts you in a place ու ձեզ մի վայրի մեջ դրել, where only a few see it. որտեղ ընդամենը մի քանիսը կարող են ձեզ տեսնել։ You won't get the applause of Որ everyone. ամեն մեկը չէ որ կգա ու ձեզ կծափահարի։
Nobody's going to really brag on how great you are. Ոչ ոք չի ասի, չի պարծենա ձեզանով, թե ինչքան մեծ մարդ եք, լավ մարդ եք։ You'll still be the workmanship of God. Բայց դուք միևնույն է շարունակում եք լինել Քրիստոսի ձեռքի գործը։ You'll still shine with his glory. Բայց դուք շարունակում եք միևնույն է շողալ Աստծո փառքով։ Amen. Ամեն։ That's what we want to be. Ահա թե ով պետք է մենք լինենք։ That's what we want to be. His Ահա թե workmanship, ինչ ենք ուզում ենք լինել, նրա ձեռքի գործը, fulfilling his purpose in this world. որպեսզի իրականացնենք այստեղ նրա ծրագրերը, նպատակը։ We do this by living the life of another. Ու սա մենք անում ենք ուրիշի կյանք ապրելով։ That resurrection life flowing through us Այդ հարության կյանքը, որը հոսում է մեր միջոցով։ results in that ruling and reigning with Christ, Ու դրա պատճառ արդյունքը կդառնա Աստծո հետ թակավորելն ու կառավարելը։ and it results in us doing the will of God in our lives. Ու դրանով մենք մեր կյանքերում Աստծո կամքը կկատարենք։ Father, we're thankful for your work in our lives. Հայր շնորհակալ ենք քո գործերի համար մեր կյանքում։ Oh God, I know you love us. Տեր, ես գիտեմ, որ դու սիրում ես մեզ։ You've placed your hands upon each person here. Դու քո ձեռքը այստեղ գտնվող յուրաքանչյուրի վրա ես դրել։ You've worked that potter's wheel to create the vessel. that you Եվ դու want. ստեղծում ես մեզանից այդ անոթները։ And Lord, you're going to then cast that vessel to its proper place. Տեր, դու այդ անոթները ամեն մեկին իր տեղում կդնես։ I pray that you fulfill your plan in each life. Աղոթում եմ, որ դու քո ծրագիրը յուրաքանչյուրի կյանքում կատարես։ They learn to rely upon the power of the Holy Սովորեն Spirit. Սուրբ Հոգու զորության վրա իրենց The հույսը։ Holy Spirit that raised Christ from Սուրբ the dead. Հոգին, որը հարություն տվեց Հիսուս May Քրիստոսին։ they learn to rely Որ upon you. նրանք սովորեն քեզ վրա հույս դնել, Oh God, to trust you, որ վստահեն քեզ ով Տեր։ even with their very lives. Իրենց կյանքերում վստահեն That քեզ, you are always with որ them. դու միշտ իրենց հետ ես։ You're going to give them more than enough of what they need. Նրանց կտաս բավարար այն ամեն ինչ, որ But նրանց they պետք է։ will rule and reign. Ու նրանք կթակավորեն ու կկառավարեն։ Satan will be crushed under their feet. Սատանան նրանց ոտքի տակ կպարտվի։ Under their feet will be principalities and powers. Իրենց ոտքի տակ կլինեն այդ իշխանություններն ու And I զորությունները։ pray, oh Lord, Ես that as you աղոթում եմ ով fashion Տեր, them, որ դու ձևավորես նրանց Lord, put your mark upon them ու քո նշանը դնես նրանց so վրա։ that they will always bring glory and Որ honor նրանք to you. միշտ կարողանան պատիվ ու փառք բերել քեզ։ Oh, I give you praise. Տեր, Oh, փառավորում ենք քեզ։ how փառք ենք wonderful, տալիս քեզ։ how Ինչքան gracious, հրաշալի ու զարմանալի how ես։ loving you are to us. Ինչքան մեծ է քո սերը մեր We give you նկատմամբ։ praise in that name of Jesus. Փառավորում ենք քեզ Հիսուսի անունով։ Amen. Ամեն։